Մեկ տարի առաջ այսօրը ԱՄՆ-ում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր։ Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը, ըստ Փաշինյանի, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության TRIP նախագիծն է, որը շատ մոտ ապագայում վերջ է դնելու Հայաստանի ապաշրջափակմանը եւ դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը։ Փաշինյանի խոսքով TRIP-ը կնպաստի նաև նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ եւ դերացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIP նախագծի գործնական իրականացումը եւ սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն, ասել է Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին, ընդգծելով, որ այդ հարցը շարունակում է մտահոգել հայկական կողմին։ Փաշինյանի խոսքով խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։ Դատարանի շենքի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներ ու հոգևորականներ ծափերով ու զորակցության վանկարկումներով են դիմավորել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստն ավարտվել է մեկնարկից ընդամենը 20 րոպե անց։ Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել։ Նա հանդիսացել է փաստաբան եւ իր ուսումնառության եւ արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը դռնփակ ձևաչափով անցկացված նիստի ավարտից հետո հավատացյալների բացականչությունների ու հոգևոր երգեցողության ներքո ուղևորվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին միասնական աղոթքի։ Եվ իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու եւ եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Նիստի գլխավոր թեման եղել է հնարավոր ահաբեկչական հարձակումներից կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը ուղղված լրացուցիչ միջոցառումների կիրառումը։ Հիմնական զեկուցողը անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն է եղել։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանը Մեքքայում ստորագրել են հավաքական պաշտպանության մասին ռազմական համաձայնագիր։ Մեքքայի համաձայնագիր անվանումը ստացած փաստաթուղթը սահմանում է, որ կողմերից որևէ մեկի դեմ զինված ագրեսիան կդիտարկվի որպես հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա։ Եռակողմ այս գործարքը նպատակ ունի ամրապնդել մասնակից երկրների անվտանգային համակարգերը եւ խորացնել ռազմատեխնիկական գործակցությունը։ Եմենի Անսար Ալլա շարժումը բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու սարքերով թիրախավորել է երկրի մի շարք նահանգներում տեղակայված սաուդամետ ուժերի ռազմակայանները։ Խմբավորման ռազմական ղեկավարությունը հարձակումը հիմնավորել է Սաուդյան Արաբիայի հնարավոր զորաշարժերը կանխելու պատրվակով։ Ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ պաշարների վերահսկողության համար մղվող այս պայքարը կասկածի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության հասնելու միջազգային բոլոր ջանքերը։ Ստեղծված իրավիճակում Եմենը հայտնվել է լայնամասշտաբ եւ առավել արյունալի պատերազմի նոր շրջափուլի շեմին։
Վաշինգտոնի դաշնային վերաքննիչ դատարանն արգելել է Սպիտակ տան տարածքում $400 միլիոն արժողությամբ հանդեսությունների սրահի շինարարությունը։ Դատական վճռի համաձայն նախագահի վարչակազմն իրավասու չէ առանց կոնգրեսի հավանության կամայական վերաձևել պետական նստավայրի ճարտարապետական տեսքը։ Պատմական արժեքների պահպանության ազգային հիմնադրամն այս նախագիծը համարում է գործադիր իշխանության սահմանադրական լիազորությունների ակնհայտ չարաշահում։ Վարչակազմն այժմ 14 օր ժամանակ ունի սույն որոշումը ԱՄՆ Գերագույն դատարանում բողոքարկելու համար։ Big stuff.